Փաշինյանն ասում է, պատարագից առաջ օրհներ կլինի, իսկ բոլոր եկեղեցիներում Հայաստանի դրոշ։ Թող կաթողիկոսի անունը չլինի, իսկ կանոնագիրքն ընդունվի Փաշինյանի առաջ քաշած պայմաններով։ Կարգալույց քահանան թող պատարագ մատուցի, որովհետև զեղչում է կաթողիկոսի անունը, իսկ ձեռնադրված քահանան ոչ։ Փաշինյանն իրեն ենթարկվող օղակներով փորձում է կառավարել եկեղեցին, կարծում է Նիկողոս Հովհաննիսյանն ու նշում, պահանջները դեռ շարունակվելու են։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ եկեղեցու իրականում եկեղեցու հետ կապված այստեղ ոչ մի բան չի արվում։ Փաշինյանն ուզում է իրեն ենթարկվող կաթողիկոս ունենալ, որ կկատարի իր ցանկությունները, ընդգծում է Հովհաննիսյանը։ Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի պարզ է դառնում Փաշինյանի իրական նպատակը, կարծում է Վլադիմիր Մարտիրոսյանը։ Հայ առաքելական եկեղեցու դերակատարության նվազում, հատկապես Սփյուռքում նրա դերակատարության նվազում, հայ ազգի մշակութային, հոգևոր ժառանգության պահապանի դերակատարության նվազում եւ այս առաքելությանը հասնելու համար նա գործարկում է մի շարք քաղտեխնոլոգիական գործիքներ, որոնք որ թե կարծես թե իրեն պետք է հասցնեն իր ուզած նպատակին։ Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 8-ին գրառում է արել, որտեղ ըստ նրա ներկայացված են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Աստվածաբան, կարգալույց քահանա Նիկողոս Հովհաննիսյանը նշում է. եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն, բայց իշխանության ներկայացուցիչը չէ, որ պետք է դրանցով զբաղվի։ Ինչպես կարող է մարդ, ով ամբողջ պետությունը պահում է գաղջի մեջ, փորձի եկեղեցական կարգուկանոն հաստատել։ Ինչպես կարող է ամբողջ մի մարդ, որը 18 թվից հայոյախոսություն, զազրախոսություն է բերել այս երկրին, այսինքն բաժանել մարդկանց սևերի, սպիտակների, թշնամություն առաջացրել ընտանիքների միջև, մեկը Նիկոլի կողմնակիցն է, մեկը Նիկոլի կողմնակիցը չի, հայր, մայր, եղբայր, քույր, իրար սպանում են, ճակերտների մեջ իհարկե, եւ այսօր մարդը կանգնում է, թե եկեղեցուն պիտի բարեփոխումներ անենք։ Փաշինյանը քաղաքական պատվեր է կատարում, հարվածելով, թուլացնելով առաքելական Սուրբ եկեղեցին, ընդգծում է Մարտիրոսյանը։ Իրականացնի իրեն պարտադրված են առաքելությունը, որի հիմքում հետևյալն է. ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր փիլիսոփայական, իր սահմանադրական, իր իրավական, իր բարոյական տեսքով որևէ կերպ չլինի ազգային պետություն։ Փաշինյանի քաղտեխնոլոգիական հնարքներից էր դրոշի եւ օրհներգի մասին խոսելը։ Նա այդպիսով ուզում է ցույց տալ պետության գերակայությունը եկեղեցու նկատմամբ, կարծում է Մարտիրոսյանը։ Մինչդեռ պետությունն ու եկեղեցին հակադրելու, գերադասելու եւ ստորադասելու խնդիր երբևէ չկար։ Այն առաջ է տանում միայն Փաշինյանը։ Նիկողոս Հովհաննիսյանը հիշեցնում է, առաքելական եկեղեցու ժողովներից, արարողություններից առաջ հնչում է Հայաստանի պետական օրհներգը, իսկ Մայրաթոռի մուտքի մոտ ծածանվում են դրոշները։ Իսկ պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն է, որն ունի հստակ կառուցվածք ու հերթականություն։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։